Երկար ժամանակ աշխատել եմ տրիկոտաժ ֆաբրիկայում բանվորուհի։ Երկրաշարժից հետո աշխատանքը փակվեց, ու այս 10 տարի երկրորդ կարգի հաշմանդամ հիվանդ եմ։ 38 թվականի օգոստոսին եմ եկել։ Ես Երևան էի աշխատում, սանիտարիկ կայանում։ Ընդեղից ղրգեցին ստեղ հիվանդանոց բացարինք, ես այդ թվից ստեղ եմ։ Ես մինակ եմ, ոչ մեկի մոտ չեմ հավել, մինակ թակ կին եմ։ Ունեմ, երեխեքն ունեմ, ճիշտ է, 5 երեխա ունեմ, 5 երեխա կնացած որանց կնոցի հետ, երեխոցի հետ, ինձ մոտ չին։ Բելարուսիայի նամեկ տեխնիկա ապրին էդազեշան։ Լորվա մարզի հյուսիսային հատվածում է Տաշիրը։ Սահմանամերձ քաղաքն իր շրջակա տարածքներով հայտնի է եղել որպես ծաղկուն ու զարգացող մի տարածաշրջան, հրաշք բնությամբ ու մարդկանցով։ Ցավոք գոգարած աշխարհն այսօր առանձնանում է լքված ու փակ տներով, հայրենի երկրից հեռացող ընտանիքներով, անօգնական մնացած բազմաթիվ ծերերով։ Երեխա չկա էլի։ Այն աղջկանս երեխեքը քաղաքումն են, Երևանումն են։ Են մի աղջիկս է Ռուսաստանում։ Են մի տղից, որ սպանեցին նրա երեխեքն էլ Սվերդլով են, Ռուսաստան։ 3 երեխա ունեմ, ամուսնացած են, տեղ չեն։ Ռուսաստան, մեկը Սիբիր, մեկը Սամարա, փոքր աղջիկս աստեղ Նորաշեն։ Երբեմնի հյուրընկալ տներն այս դատարկ են հիմա։ Ջահելները գնացին, իրենց հետ տարան ուրախությունն ու ծիծաղը, թոռների աղմկոտ խաղը։ Մարզում աշխատանք չկա, իսկ ապրել պետք է։ Երիտասարդները ձգտում են տեղափոխվել մայրաքաղաք կամ ընդհանրապես մեկնել երկրից։ Դժվար թե հիմա մի պարկ փողն անգամ կարողանար փոխել մի ամբողջ ապրած կյանք կամ ճակատագիր։ Լցներ միայնություն, որ ծանր շնչի պես կախված է գլխավերևում, անորոշ ու մութ։ Հիմա երջանիկ կյանքի հույսերն ու ցանկությունները տեղի են տվել։ Ում դիմեն այս մարդիկ, որ չմնա ցավն անարձագանք։ Օր-օրի քայքայվող առողջությունն էլ ավելի ծանր է դարձնում նրանց միայնակ ծերությունը։ Պետական այրերի հարազատի կողմից արհամարված զգացող այս մարդկանց համար լույսի միակ շող է Տաշիրում բացված հաշմանդամ ծերերի հոգացության ցերեկային կենտրոնը։ Այն 1 տարի է ընդամենը, որ գործում է Եվրոպական միության եւ Ավստրիական Կարիտասի տրամադրած միջոցներով։ Միշտ հարցեր եւ խնդիրներ ունենում ենք, հիմնականում տեղական մարմինների հետ։ Այ հաշմանդամության մասին եւ հաշմանդամների խնդիրների մասին իրենք կարելի ասել քիչ տեղյակ են, շատ ինֆորմացիայի պակաս կա եւ այս ծրագիրը արդյունավետ է նրանով, որ արդեն տեղեկացվում են եւ ինֆորմացիան կարելի ասել հիմնականում ստանում են մեր միջոցով, Կարիտասի միջոցով հայկական։ Նույնիսկ երբ ծրագիրը նոր էր սկսվում, ոչ մեկ տեղյակ չէր, թե քանի հաշմանդամ ծեր կա Տաշիր քաղաքում։ Քանի որ ոնց որ արդեն մի մեծ ընտանիք ինչ պատահի գալիս են ստեղ, ընկան քերծվեց, գալիս են իմ մոտ, եղունգնա սերտ աճել, գալիս են ես կտրում եմ, մշակում եմ, երակների տենց պրոբլեմներ ունեցողներ ունենք, որ անպայման վիրակապում եմ, բժշկի նշանակումներով, իհարկե բոլորը պոլիկլինիկայի բժշկի կամ ասենք մեր կենտրոնի բժիշկների նշանակումներով, հետո սրսկումներ եմ անում, եթե նշանակել է բժիշկը, հոդացավերի ժամանակ, դիաբետով հիվանդներ ունենք։ Ոտերտ առաջ, պարգի, քիչ մնա, մի քիչ տենց ոտերով հետ ու առաջ, կարաս գնաս։ Մալաձ, հիմա բարձրացի, կամաց, ռեսկի չբարձրանաս, հետնը։ Հիմա աչքերդ փակի, մի քիչ նստի։ Տարիքային պրոբլեմ հանդիսացող հենաշարժողական ապարատի ախտահարումներն են տարածված, նաև լսողության, տեսողության հետ կապված հիվանդությունները։ Անհրաժեշտ միջոցները չունենք, որպեսզի
կարողանան եզրակացնել, թե այդ մարդը վերջապես ինչ լուծում կստանա այդ հիվանդության համար։ Այդ միջոցները մենք չունենք։ Օրինակ տեղական պոլիկլինիկայում, անհրաժեշտ սարքավորումներ, լրիվ հագեցած չեն սարքավորումները, որ կարողանա միանգամից դիագնոզը մարդու կանխորոշի կամ որոշի։ Կան մարդիկ, որոնք օպերացիայի կարիք ունեն, բայց այնպիսի օպերացիա, որը տեղում իրագործել հնարավոր չի։ Երբ որ խոսքը գնում է անվճար վիրահատման մասին, այդտեղ ինչ որ խնդիրներ է առաջանում։ Դե արդեն մի քանի հոգու վիրահատել են աչքի, դա մեծ հաջողություն էր, բայց բացի աչքի վիրահատումը կան այլ ուրիշ վիրահատման պրոցեսներ, որոնք պետք է իրականացվի, բայց մենք չունենք միջոցներ դա անելու համար։ Իսկ պետությունը այդ ինչ որ ուշադրություն պետք է դարձնի դրանց վրա, որ մենք էլ կարողանանք իրանց օգնել։ Նրանք, ովքեր ի վիճակի են տանից դուրս գալ, հասնել ցերեկային կենտրոն, օրվա մեծ մասը այստեղ են անցկացնում։ Հարազատ միջավայրում մեղմում հոգսն ու ցավը։ Օգտվում ընձեռած հնարավորությունից ու գոնե օրվա մեջ մեկ անգամ տաք ճաշով սնվում։ Ես բացումն եղավ։ Սա ուժեղ օգնեցին։ Ու դեպի կողմից։ Բարի ժողովուրդ են դրանց աշխատողները, գլխավորը։ Հրաշք են դրանք, հրաշք են այդ աշխատողները։ Բոլոր են, բռնած հավաքարարից բոլոր լավ են, շատ լավ են։ Մենք ասում ենք շատ են, այդ 60 հաշմանդամները ծրագիրը այդքանի համար նախատեսված, բայց Տաշիրում բացի այդ 60-ը ավել հաշմանդամ ծրեր կան, նույնիսկ տնային խնամքի կարիք ունեցող ծրեր, որոնց մենք չենք կարողանում ներգրավենք, տնային խնամքը ավելի անհրաժեշտություն է հիմա արդեն դառել, որովհետև կան ծրեր, որոնք լրիվ միայնակ են, խնամող չունեն, այսինքն ինքը վիճակի չի ջուր նույնիսկ տեղից վեր կենա եւ խմի։ Անասնոյ եթե ոտս կոտրաչելեր ամեն ինչ կանի։ Ամել դեր շունե բան շունե մա այստեղ ես ծերեի մա ճաշ են տալիս ստեղ մի երկու տուն ճաշ բերող չկա բան չկա ով ամեն զիմ տեր բանանա ով ամեն զիմ տիրանա ինեն քոշում է պարկած վերընկածն բալաժան սրանից լավ էլ որը պետք լինի սրանից լավ ինա ասպասեմ կանչե մենակ ես ձնովը չմերնեմ Ձնով որ մերնեմ մենե պետք է բուշուս տա ես քպոլին ես ձնաճես ինձ երս ամրսել ամարալի որ ուշուտ չտան Անօգնական վիճակն ու պայմանները մարդուն կարող են ծայրահեղության հասցնել։ Պահպանել է պետք հույսի այն վերջին շողը, որ դեռ փայփայում են միայնակ այս հոգիները։ Թե չէ դժվար է նրանց ապրել առանց ուշադրության ու կարեկցանքի, հոգատարության ու ջերմ խոսքի։ Սպասել այս ամենը հարազատից, որ հեռու է, պետական այրերից ու երկրից նաև, որտեղ ապրել են ու աշխատանքով մի ողջ կյանք նվիրել։ Yar kele can oyo Can kurban oyo Kurban oyo Baritseli kadın kayaluk deriz Hovali esmez yahayrik Acetsenum mezatsenum Takare vestali sayrik Ore partere dugasnis kervani Antiroro burgişerelo tegçune